Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Կան իրական պատճառներ մսից հրաժարվելու, թե այն անհրաժեշտ է յուրաքանչյուրին։ Միսը ցանկալի է զուգակցել բանջարեղենի հետ, այ որ ինքը յուրացվի լավ, ճիշտ ու մաքսիմալ։ Ինչով է վատ խորոված միսը։ Նյութը ծխի հենց կոնցերագեն ազդեցություն ունի։ Մենք ինչու չենք սիրում շնչել ծուխը, բայց հաճույքով ուտում ենք այն։ Ինչ միս ընտրել այդ դեպքում, որն է ամենաառողջարար, ամենաօգտակար միսը։ Հենց տավարի մսից է ձևավորվում մեր օրգանիզմում երկաթը, որ նպաստում է թթվածնի ներհոսքը դեպի արյուն։ Խոզի մսի մասին խոլեստերինն ավելի բարձր է խոզի մսի մեջ եւ երկաթը ավելի ցածր է։ Միսը երեխաների սննդակարգում արտադիր։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, բարև ձեզ։ Ինչ ինֆորմացիա ասես, որ չի պտտվում մսի շուրջ։ Որ այն քաղցկեղածին է, հոտում է ստամոքսում, վնասակար է սրտին, եկեք ի վերջո պարզենք։ Կան իրական պատճառներ մսից հրաժարվելու, թե այն անհրաժեշտ է յուրաքանչյուրին։ Այդ հարցում մեզ կօգնի սննդաբան Գայանե Շախաթունին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միս ուտել թե չուտել, այս է խնդիրը։ Միսը առողջ սնունդ է համարվում, օգտակար է մեր առողջությանը։ Միանշանակ ուտել այն առողջ սնունդ է համարվում, եթե ուտում ենք ճիշտ տարբերակում, ճիշտ քանակի, ճիշտ ժամերին։ Հիմա ինչու են ասում, որ քաղցկեղածին է, հոտում է ստամոքսում կամ կարող է սրտին վնասել, ուրեմն պետք է ստանալ այդ ինֆորմացիան, որ դեպքում սա վերաբերվում է վերամշակված մսին, հիմնականում երշիկներ, նրբերշիկներ, նյութերով ապխտած վիչինաներ եւ այլն։ Եվ անժամանակ ենթադրենք գիշերը շատ ուտել եւ քնել։ Իդեպ միսը ցանկալի է զուգակցել բանջարեղենի հետ, այ որ ինքը յուրացվի լավ, ճիշտ ու մաքսիմալ յուրացում կայանա։ Միսը անպայման պետք է ուտել, միս ուտել նշանակում է ուտել թարմ միս, եփած կամ շոգեխաշած վիճակում, իհարկե համեմունքներով, սոխսխտորով եւ այլն, հա, բայց թարմ միս վերամշակումը կամ ջերմամշակած կամ եփած։ Ուրեմն պատրաստման եղանակը կարող է վնասել միսը եւ հակառակը ավելի օգտակար դարձնել։ Ապուխտները, որոնք այսպես ասած խորովածները, որոնք ծխի վրա են, սրանք օգտակար ծուխը ինքը կոնցերագեն նյութ է։ Էլ չասեմ, որ երբեմն հայերիս սիրելի խորովածը եկեք կանգ առնենք մի պահ, բայց եկեք հաշվի առնենք, որ հենց հայերի մոտ է սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաեւ քաղցկեղը ակտիվ զարգացող, հայերի մոտ են մեծ փորիկները, բարձր խոլեստերինները։ Հիմա ինչով է վատ խորոված միսը։ Վատ է հենց իր վերամշակված, իր պատրաստման տարբերակով, որովհետև հենց ինքը ապուխտը արդեն վտանգավոր է։ Բացի նրանից, երբեմն հենց ծխի վրա չի դա պատրաստվում, այլ ինչ որ նյութեր են քսվում, հա, կա այդպիսի օրինակ վիչինաների տեսակներ, որոնք ինչ-որ քիմիական նյութերով պատված են, իբր ապխտած են։ Չէ, ես նկատի ունեմ մեր խորովածը։ Դե ասում եմ, ծխի կրակի վրա արված խորովածը, այո, նյութը ծխի հենց կոնցերագեն ազդեցություն ունի։ Մենք ինչու չենք սիրում շնչել ծուխը, բայց հաճույքով ուտում ենք այն, չէ՞, այսպես ասած։ Ինչպես նվազեցնել ռիսկերը, այս դեպքում բջջանքը կօգնի բանջարեղենը։ Գիտեք, սենց ավելի ճիշտ մեկնաբանենք, եթե սա երբեմն է, ժամանակ առ ժամանակ, ոչ շատ հաճախ, ցանկացած նույնիսկ վտանգավոր սնունդը մեզ մահվան չի տանելու, բայց սա կրում է սիստեմատիկ բնույթ, արժե անհանգստանալ։ Եվ վերջի վերջո կարելի է լավագույն տարբերակներ ընտրել նաև ճիշտ վերամշակումների դեպքում, հա։ Ինչ միս ընտրել այդ դեպքում, որն է ամենաառողջարար, ամենաօգտակար միսը։ Խոզի, տավարի, հավի, թշնամիս նախ հաշվի առնել, որ կենթանին ինչ է կերել, եթե այն աճեցրած է հորմոններով, հա, նույն հավիկները հիմա շատ տարբեր բուծումներ են անցնում, ցանկալի այդ տնական տարբերակը, որտեղ կերը բնական կերեր են եւ տավարինը եւ հավինը մասսայական սպառման ապրանքը եւ ռիսկերով նկատի չունեմ որ հենց գյուղացուց այդ
այդպիսի ֆերմաներ կան, որոնք հենց արտադրում են բնական կեր տված կենդանիներ, բուծում են այդպիսի կենդանիներ։ Իսկ գյուղացունը ունի վտանգներ այն պարագայում, որ գուցեև ստուգված չլինի։ Անպայման պետք է ուշադիր լինել այդ լիցենզիաներին, որտեղից որ դուք առնում եք մսամթերք, որպեսզի կենդանին հիվանդ չլինի։ Ուրեմն հիվանդ չլինի, ճիշտ սննդով կերակրված լինի եւ անպայման թարմ լինի, որից հետո ջերմամշակումը, ինչպես նշեցինք, լինի կամ համեմունքներով եփած կամ ջեռոցի մեջ կամ ջերմամշակումը այդ գոլորշու վրա։ Ապուխտները ցանկալի չեն։ Եթե համեմատենք խոզի, տավարի, թռչնամիսը, սպիտակ միսը, որն է ավելի օգտակար։ Տավարի միսը երկաթը ավելի հենց տավարի մսից է ձևավորվում մեր օրգանիզմում երկաթը, որը որ նպաստում է թթվածնի ներհոսքը դեպի արյուն։ Մկանները ձևավորվում են նաև թռչնամսի տարբերակում սպիտակ մսի, հա, որտեղ առանց մսի մկանների մաշկի հոդերի կառուցումը հնարավոր չի։ Այսպիսով որ նշում են, որ միսը բացառել սննդակարգից բավական մեծ վտանգների առջև կարող է կանգնել այդ օրգան համակարգերը։ Ինչպես նաև կտրուկ անեմիաներ կարող է լինել տավարի մսի բացառումից։ Իհարկե սա չի նշանակում, որ պետք է ուտել շատ, անժամանակ, օրինակ, ոչ սպորտով պարապող մարդը պետք է ուտի իր մարմնից քաշին, օրինակ 70 կիլոգրամ կինը կամ տղամարդը պիտի ուտի 1 անգամ 1.1 գրամ միս, 77 գրամ միս օրվա մեջ, ոչ ավել։ Չափաբաժինը այսքան է։ Կապ չունենք ինչքան է միս սիրում, երբ է ցանկանում, պետք է ուտի դրանից ոչ շատ։ Սպորտսմենները դրա կրկնակին պիտի ուտեն, որովհետև մկանային աշխատանքներով մարզվող սպորտսմենները իրենց անձնական մկանը ձևավորում են հենց այդ պարապմունքի ընթացքում, հենց այդ մսի տված սպիտակուցով։ Խոզի մսի մասին խոլեստերինն ավելի բարձր է խոզի մսի մեջ եւ երկաթը ավելի ցածր է։ Խոզի միսը ավելի անառողջ կարելի է համարել, քան տավարի միսը, ոչխարի միսը։ Դե հավի կրծքամիսը ելի եմ կրկնում մկանային ձևավորման համար բավականին արդյունավետ է։ Մենք գիտենք, որ շատերը պարզապես չեն ուտում խոզի միս, եւ այո, եթե գանք այն մտքից, որ մենք այն ենք ինչ ուտում ենք, եւ հաճելի չի պատկերացնել, թե ինչ է ուտում խոզը, այս դեպքում արժե խոզի միս ուտել։ Էլի չափի մեջ ամեն ինչ, գիտեք, եթե մարդը սիրում է խոզի խորոված եւ հիմնովին դու նրան արգելես դա ուտել գոնե տարվա մեջ 2 անգամ, հնարավոր է հակառակ պատկերը ստանաս, այսպես ասած, օրտկման մեջ սկսի ավելի շատ ուտել, դրա համար զուտ չափի մեջ հասցնել։ Տավարի միսը շաբաթական 2-3 անգամ, այդ չափերով, որով որ ես նշել եմ, մինիմում պետք է ուտվի ձեր քաշին 1 անգամ 1։ Միսը երեխաների սննդակարգում պարտադիր է, այ հորմոնալ ձևավորման ընթացքում, երբ աղջիկներն արդեն սկսում են ծվաբջիջները սկսում են զարգանալ, աղջիկը մտնում է դեռահասության տարիքից հասուն տարիք եւ հորմոնալ փոփոխություններ են կատարվում, այս աղջիկները, որոնք չեն ուտում կտրականապես միս, հնարավոր է խնդիրներ ունենան, հնարավոր է դաշտանի բացակայություն լինի, անկանոնություն լինի, բարբերաբար այս խնդիրներին հանդիպում ենք միշտ չուտող երեխաների մոտ։ Տղա երեխաների մոտ էլ բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ։ Արտադրությունը հենց սպիտակուցի մսի առկայությունը որպես սպիտակուց պարտադիր է օրգանիզմում։ Ինչպես նաև ցինկ, սելեն, այսպես, հա, B12, B շարքի վիտամիններ, որոնք կարևորագույն շարք են, սրանք բոլորը ստացվում է մսի եւ կարմիր մսի միջոցով։ Միս չուտելու հետևանքով երեխայի մոտ առաջացած խնդիրներից հնարավոր է խուսափել այլընտրանքային մթերքներ նախընտրելով կամ բիոակտիվ հավելումների օգնությամբ։ Ասում են, դե չի ուտում երեխաս միս, ինչ անեմ։
գիտեք ինչ, սա էլի ինդիվիդուալ մաս է կրում, եթե օրգանիզմը զուտ ունի չի ընդունում տվյալ կոմպոնենտը, կարելի է մեր մանկաբույժի հետ քննարկել, այդ դեպքում արդեն հասկանալ, գուցե երկաթ խմացնել երեխային կամ այլ միջոցներ, դա բժշկի հետ նեղ մասնագետի, բայց եթե ուղղակի ընդունված չէ կամ երեխան ինչ որ փիլիսոփայությունից ելնելով սկսել է միս չուտել, ցանկալի է զրուցել, հասկացնել, որ մենք դարերի վեր այդ կոմպոնենտը մեր օրգանիզմին պետք է եղել, մեր օրգանիզմը կառուցվել է իր տարբեր նյութափոխանակությունները կառուցվել են հենց սպիտակուցի հաշվին եւ դա կարող է վնասակար լինել, ցանկալի է զրուցել եւ երեխան սկսի ուտել, որովհետեւ այդպիսի շատ երեխաներ կան, ելնելով այդ մի վնասիչ օրենքներից սկսում են հրաժարվել մսից։ Չափահաս մարդու սննդակարգում միսը կենթանական ծագման սպիտակուցները կարելի է փոխարինել բուսական ծագման սպիտակուցներով, թե այստեղ էլ կարող են խնդիրներ առաջանալ։ Այդ ամինաթթուները, որը մեզ պետք են, մենք ունենք միայն իրական մսի մեջ, հատկապես կարմիր մսի մեջ։ Այնպես որ հնարավոր չի փոխարինել եւ նույնիսկ մեծահասակների մոտ կլինեն խնդիրներ։ Այո, կլինեն։ Բայց եթե խնդիրն արդեն արկա է, կա սուր անեմիա եւ այլն, հա, սա արդեն միայն մսով վերականգնել գուցե հնարավոր չլինի, անպայման պետք է դիմել բժշկի եւ կողմնակի պրեպարատներ ստանալ։ Միս չուտելու հետևանքով առաջացած խնդիրներից, ախտանշաններից խոսենք, հա, օրինակ չոր մաշկը, եղունգների կոտրատվելը, թափվելը մազերի, նույնպես կարող են հուշել, որ օրգանիզմը ունի երկաթ դեֆիցիտի կարիք։ Այո, ես ինչպես նաեւ նշեցի սակավարյունությունը, մարդը կարող է անգամ այդ պարագայում ունենալ այնպիսի մկանային թուլություններ, ոսկրերի վատ ձևավորում, որ կարող է նաև օստեոպարոզ հիվանդությունը մեզ սկսի անհանգստացնել կամ երեխաների մոտ շատ անգամ ծռմռվածություն, մկանային թուլություններ, ողնաշարի ոչ կայուն պահվածք։ Ինչպես տարբերել լավ ու վատ միսը։ Դա միանշանակ գույնը կարևոր է, որ վառ եթե ընտրում ենք կարմիր միսը, ապա վառ կարմիր, հա, տավարի միսը պետք է արդեն ախորժելի կարմրություն ունենա, ինչպես նաև լորձոտ պիտի չլինի, երբ նայես միսը պետք է խունացած չլինի, բնականաբար հոտնել զգալի կլինի, որ թարմությունը պահպանված լինի, իսկ մնացած այլ նորմերը պետք է զուտ լիցենզիաներով նայել, արդյոք որտեղից է կառնում, ստուգված է միսը թե չէ, որտեղ բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք հենց սխալ բժշկական անալիզ անցած կամ ընդհանրապես չանցած մսից կարող են անդառնալի հիվանդություններ կարող են բրուցելոզը այդ շարքում, ինչպես նաև միսը վերամշակելիս, օրինակ տովման, հա, աղալուց հետո խառնելու ժամանակ շատերը դա ձեռքով են անում, ցանկալի է որ այն ձեռնոցով արվի, որտեղ եթե օրինակ միսը խնդիր ունենա եւ ձեռքը միտեղ վնասված լինի, հնարավոր է այդ հիվանդությունը մաշկի միջոցով էլ անցնի։ Իհարկե եփման ընթացքում, հա, բարձր աշճանի արդեն բացիլը կչեզոքանա, բայց թարմ վիճակում ձեռքի մաշկից էլ կարող է բարակ անցնել, եթե միսը լավ վիճակում չի, այսինքն խնդիր ունի։ Ինչպես նաև կան մարդիկ, որոնք օրինակ այդ պատրաստուկները, հա, տոլմայի կամ բանի հում փորձելու սովորույթ ունեն, հա, փորձում են աղը կամ համեմունքները հում վիճակում, սա կարող է էլի անդառնալի լինել, հենց միայն այս բրուցելոզ հիվանդության դեպքում։ Ինչով ուտել միսը, վերջում ասենք, կան անհամադրելի մթերքներ կամ սնունդ, օրինակ ասում են խորովածով լավաշը, պարզ ածխաջուրը ճարպերի հետ, այնքան էլ ընդունելի չէ։ Կարող եք ուտել չափավոր ածխաջրերի հետ, բայց շատ բանջարեղենի հետ։ Միսը զուգակցել թարմ բջջանյութով։ Հա, այդ բանջարեղենները, որոնք հենց թարմ վիճակում են, եփված չեն, շոգեխաշված չեն, թարմ բանջարեղեն որպես գլեչատկաներ, որպես բջջանյութ։ Սա օգնում է մարսողությանը։ Սա օգնում է նաև մսի ճիշտ լավ յուրացմանը։ Իսկ ալկոհոլը մսով։ Ալկոհոլը լավ բան չի։ Ալկոհոլը մսով թե առանց մսի խմեք քիչ եւ ուշ։
Ես այստեղ նկատի ունեի, որ ճարպերը ալկոհոլի հետ կարան ինչ-որ խնդիրներ առաջացնեն։ Ոչ մի խնդիր չեն առաջանա, եթե կոնկրետ ինդիվիդուալ ալերգիկ ռեակցիաներ չունեք։ Շատ լավ, այսպիսով կշեռքի նժարներին դնելով մսի դրական ու բացասական կողմերը գալիս ենք այն եզրակացության, որ դրականն ավելի շատ է, ավելի ծանր է կշռում։ Եթե մենք ուտում ենք գիտակցաբար, կիրթ եւ հասկանալով, եթե մենք ուտում ենք անժամանակ շատ եւ ինչ որ ոչ նորմալ չափերի, սա կարող է այո նաեւ մահաբեր լինել։ Շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Մենք զրուցում ենք սննդաբան Գայանե Շահխաթունու հետ։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, շարունակեք հետևել մեր թողարկումներին, հանդիպում ենք ամեն չորեքշաբթի եւ շաբաթ ժամը 19:30-ին։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական ջերմ հանդիպումների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Իսկ մենք կհանդիպենք։